ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի համաշխարհային տնտեսական խորհրդաժողովի շրջանակներում վաղը պետք է հաստատի նոր ստեղծվելիք միջազգային կառույցի խաղաղության խորհրդի լիազորությունները եւ կազմը։ Այդ առաքելությունը Թրամփը իր վրա է ստանձնել, քանի որ հենց ինքն է նախաձեռնության հեղինակը։ Թրամփը խաղաղության խորհրդի գաղափարի մասին առաջին անգամ խոսել է անցյալ տարվա սեպտեմբերին, իսկ կառույցը ստեղծելու մասին հայտնել է անցած հինգշաբթի օրը հունվարի 15-ին։ Ընդ որում, նախնական փուլում այնպիսի տպավորություն էր, որ նպատակը կլինի Գազայի հակամարտության կարգավորումը, բայց հետագայում ակնհայտ դարձավ, որ խաղաղության խորհուրդը հավակնում է համաշխարհային կարգավորող կառույցի դերին։ Եվ հիմա աշխարհի մայրաքաղաքներում հաճախ հարց են տալիս, արդյոք սա մարտահրավեր չէ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ Պաշտոնապես գաղափարի էությունն այս է՝ խթանել կայունությունը, վերականգնել օրինական կառավարումը եւ հակամարտության տարածաշրջաններում ապահովել հարատև խաղաղություն։ Շուրջ 6 տասնյակ երկրներ, այդ թվում Հայաստանը, խաղաղության խորհրդին միանալու հրավեր են ստացել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն հաստատել է, որ կմիանա խորհրդին։ Թրամփի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆի փոխանցմամբ գաղափարը շատ դրական է գնահատվել։ I think we have overwhelming support. Overwhelming. Կա հսկայական աջակցություն, ճնշող, բոլորը հավատում են, որ սա մարդկանց միավորելու եւ որոշումների կայացման հարցում հավասարություն պահպանելու ուղին է։ Նախագիծը ցանկանում է կյանքեր փրկել եւ խաղաղության խորհուրդը շատ կարեւոր հարթակ է լինելու։ This is going to be a very important platform. Խորհուրդը կունենա գործադիր կոմիտե, որը նախագահելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Դրա կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, Թրամփի փեսա Ջարեդ Կուշները, հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը, Apollo Global Management ընկերության ղեկավար Մարկ Ռոուենը, Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան եւ ամերիկացի քաղաքական խորհրդական Ռոբերտ Գեբրիել Կրտսերը։ Խորհրդի երկրորդ մարմինը կլինի գործադիր կոմիտե Գազայի վերականգնման հարցով։ Դրա կազմում են Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը, Քաթարի ռազմավարական գործերի նախարար Ալի Ալ-Թավադին, Եգիպտոսի հետախուզության ղեկավար Հասան Ռաշադը, Արաբական Միացյալ Էմիրությունների պետական համագործակցության նախարար Ռիմ Ալ-Հաշիմին, ՄԱԿ-ի հատուկ համակարգող Սիգրիդ Կաագը եւ գործարար Յակիր Գաբայը։ Եվ վերջապես խորհրդի երրորդ մարմինը խաղաղության գլխավոր խորհուրդն է։ Դրանում ներկայացված են անձամբ Թրամփի կողմից հրավեր ստացած 6 տասնյակ երկրների լիդերները։ Խաղաղության խորհրդի մշտական անդամություն ստանալու համար պետք է վճարել $1 միլիարդ։ Սա թերևս ամենաթանկ անդամավճարն է մարդկության պատմության ընթացքում։ Որևէ երկիր, որն իզորու չէ 1 միլիարդ վճարել, կստանա ժամանակավոր անդամի կարգավիճակ 3 տարի ժամկետով։ Ուշագրավ է, որ խաղաղության խորհրդին միանալու հրավերներ են ստացել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարները։ Վլադիմիր Զելենսկին արդեն մերժել է հրավերը, ասելով, թե ռուս ագրեսոր պաշտոնակցի հետ մի սեղանի շուրջ չի նստի։ Դեռ Դավոս մեկնելուց առաջ Թրամփը հաստատել է, որ հրավեր է ուղարկել Պուտինին։ Have you invited President Putin to be a member of the Board of Peace? Yeah, he's been invited. Մոսկվան դեռ չի մեկնաբանել հրավերի թեման։ Արմեն Քոլոյան, Ռադիո Լուրի համար։